Համընդհանուր առողջության ապահովագրության նախագիծն ընդունվել է։ Հունվարի 1-ից մոտ 1.600.000 քաղաքացի կունենա առողջության ապահովագրություն։ Բարեփոխման հիմնարար սկզբունքներից է, որ մենք մեր երկրի բոլոր քաղաքացիներին միավորում ենք մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռենք մեր երկրի բոլոր քաղաքացիների առողջական, ֆինանսական ռիսկերը, ինչի արդյունքում կարող ենք ստանալ շատ ավելի հավասարակշռված փաթեթ այն արժեքով, որը այլ պարագայում դժվար էր լինելու ապահովել։ Իրատեսական է մինչև հունվարի 1-ը կազմակերպել ապահովագրության ամբողջ գործընթացը, հատկապես եթե կանոնակարգով նախատեսվում է, որ վճարումները պետք է սկսվեն դեկտեմբերից։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը կարծում է, համակարգում բազմաթիվ բացթողումներ կան։ Չունենք ստեղծված հիմնադրամը, փաթեթները եւ այլ իրավական ակտերը կառավարության որոշումների ձևով այս պահին դեռ գտնվում են հանրային քննարկման փուլում, իդրաֆտ համակարգում, այնպես որ ես կարծում եմ, որ ժամանակը շատ կարճ է, որպեսզի մենք հունվարի 1-ից, այսինքն 3-ից, առաջին օրերից ստանանք ապահովագրությունը։ Առողջապահության ոլորտի կազմակերպիչ Սամվել Սողոմոնյանի համոզմամբ սոցիալական արդարության սկզբունքը շարունակում է խախտված մնալ։ Նրա խոսքով ֆինանսական ամբողջ բեռը դրվում է քաղաքացու վրա, մինչդեռ համընդհանուր առողջության ապահովագրություն ունեցող երկրների մեծամասնությունում կիրառվում են այլ մեխանիզմներ։ Կամ այդ ապահովագրավճարների հիմնական բեռը դրված գործատուի վրա, ոչ թե աշխատողի, կամ առնվազն կիսվում է բեռը ֆինանսական, այսինքն գումարի մի մասը կեսը տալիս է գործատուն, կեսը աշխատողը։ Երևի մատերի վրա հաշված երկրներ կարող են մտաբերել, որտեղ գործատուն ընդհանրապես գումար չի վճարում իր աշխատակցի ֆինանսական բեռը թեթևացնելու համար այդ ապահովագրական փաթեթին, Համապատրաստից փոփոխություն է նաև այն հանգամանքը, որ թեև ապահովագրության համար վճարում են քաղաքացու եկամուտներից, բայց փոխանցումները պետք է կազմակերպի գործատու կազմակերպությունը։ Հենց այսօր եմ զրուցել թե բժշկական կենտրոնների տնօրենների հետ, թե անկախ բժշկական բիզնեսի հետ կապ չունեցող գործատուների հետ, ոչ մեկը, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի կարգավորում չի ստացել եւ այս պահին ոչ մեկը, անգամ բժշկական կենտրոնի տնօրենները չգիտեն իրենց անելիքները։ Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը համակարգը բնութագրում է էկոնոմ ռեժիմով առողջապահություն, նշելով, որ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամները, նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները, մինչեւ օրենքի ընդունումը մի շարք ծառայություններ ստացել են ավելի լայն ծավալով։ Փորձագետների խոսքով գործնականում քաղաքացիները կարող են բախվել ընդհանցակարգային խնդիրների եւ ավելորդ քաշքշուկի։ Առավել ծանրաբեռնված են լինելու ընդունարանների աշխատակիցներն ու հերթապահ բժիշկները, այսինքն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները։ Այս հարցերի հստակ պատասխանները ըստ մասնագետների այս պահին դեռ բացակայում են։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։